Ինչ վերաբերում է Նիկոլ ընտրողներին, խնդրում եմ ձեզ, ել ոչ զինվորի կենաց խմեք ձեր ճենջոտ բերաններով, ոչ հայրենիքից ու հայրենասիրությունից խոսեք, ոչ էլ ընդհանրապես որևէ վեհ արժեքից։ Դուք Նիկոլ եք, օրվա մի փոր հացի համար ամեն ինչի պատրաստ։ Ձեր սրբությունը հողը չի, այլ այդ հողի տված բարիքը։ Եթե բարիքը կա, ջհանդամը թե հողի տերն ով է, դու ես թե օրինակ թուրքը։ Հարգելի սյունեցիներ, որ շուտով կտրվեք մայր հայրենիքից, չզարմանաք, չբողոքեք, դուք ինքներդ ընտրեցիք այդ ճակատագիրը, որ սառնարանում երևակայական երաշիկ ունենաք, կամ գոնե դրա հույսով ապրեք։ Ընդդիմությունն իհարկե կարող էր միավորվել ու միասնական ճակատով հանդես գալ, բայց դե ուտոպիստական մտքերից մի պահ կտրվենք։ Ու մի խորհուրդ տամ հավաքական ընդդիմությանը կամ իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներին։ Արա, ձեզ նենց դրսևորեք, որ երբ մի օր մի adekvat առաջարկություն անեք, էփած հավից ծիծաղը չգա։ Պարոն Էդմոն Մարուքյան, հա շատ լավ է, որ միասնական ճակատով հանդես գալու կոչեր եք անում, հիմա էլ մուննաթ եք գալիս, թե բա ինչ չլսեցին։ Ախր մարդիկ հիշում են, որ դուք հենց այն քաղաքական գործիչն եք, ով պատերազմում պարտություն կրելուց հետո Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան եք աշխատում։ Հիմա էլ եկել մուննաթ եք գալիս, որ ձեր ասածին լուրջ չեն վերաբերվել, չէ՞ լուրջ։